Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի շուրջ նոր ահազանգ է հնչում։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է վիճակը կայուն է, սակայն նրա փաստաբանը հրապարակում է բժշկական տվյալներ, որոնք այլ պատկեր են ցույց տալիս՝ սրտի լուրջ խնդիրներ, բարձր լեյկոցիտներ, բորբոքային գործընթաց, բարձր ճնշում և շարունակական ցավեր։ Այս ամենը թաքնված է պաշտոնական կայուն վիճակի մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։ Խնդրում եմ, գործեք հիմա, պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք։ Հարցը պարզ է, եթե Ադրբեջանը վստահ է իր ներկայացրած տեղեկությունների իսկության հարցում, ինչու չի թույլատրում անկախ բժիշկների մուտքը։ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի պատերազմում։ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման առաջին պատերազմի տարիների վերաբերյալ մեղադրանքներով։ Սակայն նրա գործը միայն մեկ դատավճռի պատմություն չէ։ Այն կրկին բարձրացնում է ավելի լայն հարց. ինչ պայմաններում են պահվում Բաքվում գտնվող հայերը և ինչու է միջազգային վերահսկողությունը փաստացի սահմանափակված։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելությունների դադարից հետո անկախ դիտարկման հնարավորությունները նվազել են, իսկ առանց անկախ վերահսկողության Ադրբեջանի հայտարարությունները մնում են չստուգված։ Քանի դեռ չկան այլ երրորդ կողմ օբյեկտիվ դիտարկող, կլինի դա իրավական կառույց, կլինի դա բուժսպասարկման որևէ օգնություն տրամադրող, որը կկարողանար այդ միակողմանի ներկայացված տվյալները հաստատել կամ հերքել։ Եվ քանի դեռ այդ այլընտրանքը չկա, չենք կարող մենք որևէ կերպ Ադրբեջանի ներկայացրած տվյալները հավաստի ընդունել, եւ սա փաստում է, խոսում է նրա մասին, որ ռիսկերը շարունակում են մնալ եւ ցավոք սրտի այն բոլոր կասկածները, որ կան գերիների եւ առողջական վիճակի ընդհանրապահման պայմանների մասով գնալով ամրապնդվում են եւ սրանք առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվել են կամ հաստատվել են։ Միջազգային ճնշման նոր գործիքը, որով մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջում է տեղեկություն ներկայացնել Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի եւ պահման պայմանների վերաբերյալ, ըստ իրավապաշտպանների դեռ իրական փոփոխություն չի նշանակում։ Ադրբեջանը կարող է խուսափել վերահսկողությունից։ Գործում մեխանիզմ այս պայդրությամբ չկա, թեև օբյեկտիվորեն այդ մեխանիզմները կան, բայց մենք ավտորիտար երկիր գործ ունենք, որը փորձում է թաքցնել պատերազմի անօրինական պատերազմի հետքերը, այդ պատճառով էլ թույլ չի տալի ոչ ռազմագերիների մոտ այցելություններ, ընդհանուր մինչև ընտանիքի անդամները կամ փաստաբանները, ոչ էլ Արցախ ընդհանրապես այցելություն։ Միաժամանակ հայ գերիների հարցը կրկին բարձրացվել է Եվրոպական խորհրդարանում, որտեղ ընդգծվել է, որ նրանց ազատ արձակումը պետք է դառնա Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջև շփումների առաջնահերթ թեման։ Սակայն Ադրբեջանը շարունակում է խուսափել հայկական կողմի հետ որևէ շփումից, նաեւ ՄԱԿ-ի տարբեր ինստիտուտներին թույլ չի տալիս մշտադիտարկում իրականացնել։ Մեխանիզմներ կան ՄԱԿ-ի Միացյալ Ազգերի կազմակերպության տարբեր ինստիտուտների, ասենք իրենց ընդհանրակարգերի շրջանակում, բայց այլ բաներ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այցելեն, մեզ թեկուզ ասենք խոշտանգների կանխարգելման կոմիտեն Եվրոպայի խորհրդի։ Բաքվում պահվող հայերի հարցում շարունակում են հնչել նաև հարցադրումներ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ։ Կարծում եմ եւ ՄԻՊ-ը, եւ արտգործնախարարությունը, եւ ընդհանրապես պետությունը առաջին հերթին շատ ավելի մեծ անելիք ունի եւ հնարավորություններ, քան մենք որպես մասնավոր իրավապաշտպաններ կամ հասարակական կազմակերպություններ։ Եվ այս մասով էլ հերթական անգամ պիտի արձանագրեմ, որ թերացումներ կան։ Մինչ Բաքուն շարունակում է փակ պահել հայ գերիների շուրջ իրական պատկերը, միջազգային ճնշումը դեռևս արդյունավետ չէ։ Մեկ այլ խնդիր է, որ Ադրբեջանը համագործակցության հնարավորություն չի տալիս։ Համենայն դեպս Ռուբեն Վարդանյանի գործով առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայացրած միեդի վճիռը կարող է դառնալ կարևոր իրավական հանգրվան, գնահատելու ոչ միայն գործի ընթացքը, այլև Ադրբեջանի կողմից հայ կալանավորվածների իրավունքների ապահովման հարցը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։